որ այս պահին էլ մեքենաները կայանված են, ճանապարհը առանց այն էլ նեղ է, ինչպիսի իրավիճակ կստեղծվի, եթե սա դառնա արդեն անցումային, տարանցիկ ճանապարհ։ Հանդիսանում է բակային ճանապարհ, որը նախատեսված է 197 բնակարանի համար։ Չի կարա ծառայի ուղակի պլյուս 4500 բնակարան։ Դա է մեր խնդիրը։ Մենք դիմում գրեցինք, որ մեզի ոտքի ճանապարհ տային։ Խնդրեցինք, որ մենք ցես ֆռան գնանք։ Իսկ իրանք մեզի մերժեցին, ինչի մերժեցին։ 10 տարի Էրնիկյանը գլուխը ցածրեց, այս հողամասը սեփականացրեցին, որ մեզի բնակարան սարքեին, մեզի հատկացնեին։ Հիմա իրանք ինձ ինչա, էտել են մեր գլխից կտրում։ Մենք համաձայն չենք, ոչ մի բան։ Մեզի ոտքի ճանապարհ չցեցիք, մերժեցիք։ Բայց ոնց է իմի խալխի մեքենան բերեմ մեծրես մեր տարածքը։ Բայց այդքան երեխեք նուր գնա, որտի խաղան։ Տեղից իսկի մեր բնակիչներին չի բավարարում, երեխաները խաղալու տեղ չունեն։ Հեծանիվ են քշում։ Այո, շատ։ Ես մեկ են հիվանդ կնիկ եմ, դանգում ենք ժամերով սպասում, որ տեղը լինի մտնեն ներս։ Այո, չի կարելի, մեղք են մեր երեխեքը, մենք չենք տեսել։ Այրոպորտ խեղդվանք, փոշու ձեր եկանք ստեղ խեղդվանք։ Ես մի օր գնացի գորի մոտ, գորին ասի Գորջան, այդ փոշին լրի լսում մոտ տունը, ինչ այն խեղդվում ենք։ Դուսը չեն կարող նստենք, տունը չեն կարող։ Այս էի շեֆն է։ Գորը էստեղի պատասխանատուն է։ Հա։ Ասես ճանապարհն էս կողմից ալնելու տատի։ Ասեց են դոմիկը հանելու ենք, ճանապարհն ընդեից է գալու, քարտեզը հանավնդի ցույց տավ։ Ասի Գոր, բա ո՞ս կլինի։ Դրանից հետո մեքենայով ջուրը քշում էր իբրև գալիս են լվանում են, որ փոշի չլինի։ Կամ այսը մի անգամ գոհարիկներ զանգում ասում եկեք, ձեզ չինի խեղդվում ենք։